Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Պետրո Ագրամունտը, ով հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում։ Մենք եկել ենք այսօր իրենց ասելու, որ մենք ազատագրել ենք մեր հողը եւ պատրաստվում ենք դեռ ազատագրել։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև մի խումբ երիտասարդներ այսօր պահանջում էին չեղարկել ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ տրված երկու հակահայ զեկույցները եւ այդ մասին պահանջագիր հանձնեցին փոխտեսպանին։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Երևանի կենտրոն եւ Նոր Մարաշ դատարանի որոշումը, Գևորգ Սաֆարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Մարդու նկատմամբ ապօրինի վճիռ եք կայացրել, մարդու ազատությունը սահմանափակել եք ապօրինի։ Զինված խմբի գործով մեղադրվող անձանցից 5-ն այսօր ազատվեցին կալանքից, վերջինները շարունակում են չընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։ Սերժ Սարգսյանի բանակցությունների նպատակը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ինչ նոր փոփոխություններ են սպասվում։ Կարեն Անդրեասյանը հոգեբանական ճնշումների է ենթարկվել հենց իշխանության կողմից եւ նրա հրաժարականը պայմանավորվում է այդ ճնշումներով, համոզված է մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Նստաշրջանի մեկնարկին ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Եվրոպական ժողովրդավարական կուսակցության խմբի ղեկավար, իսպանացի падգամավոր Պետրո Ագրամունտը, ով հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ։ Վեհաժողովի անդամներից ոչ ոք դեմ չի արտահայտվել Ագրամունտի թեկնածության դեմ, ինչի պատճառով քվեարկություն տեղի չի ունեցել։ Իսկ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ լիագումար նիստում ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում։ ԵԽԽՎ-ն նկատենք 2 տասնյակ փոխնախագահ ունի, որոնցից մեկն էլ փաստորեն դարձավ Նաղդալյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնելու է մինչև հաջորդ նստաշրջան։ Այսօր հանուն օրենքի հասարակական շարժումը Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև բողոքի ակցիա անցկացրեց։ Դատապարտելով Մեծ Բրիտանիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի քաղաքականությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Հիշեցնենք, այդ երկրների падգամավորներն են հեղինակել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2016 թվականի ձմեռային նստաշրջանում քննարկվելիք երկու հակահայկական բանաձևերը։ Մենք գիտենք, որ այդ զեկույցը էլ ավելի խայտառակ բովանդակության զեկույց է, որտեղ մեզ հայերիս իրենք անվանում են զավթիչներ, ինչ իրավունք ունի բրիտանացի այլ ազգի падգամավորը անվանի մեզ հայերիս զավթիչներ, նրանց, ովքեր իրենց արյան գնով ազատագրել են իր հայրենի հողերը։ Մենք եկել ենք այսօր իրենց ասելու, որ մենք ազատագրել ենք մեր հողը եւ պատրաստվում ենք դեռ ազատագրել Արարատից այն կողմ հողեր եւ իրենք չունեն մեզ պարտադրելու, թե ինչպես ենք մենք տնօրինելու մեր հայրենիքը։ Հիշեցնենք, խոսքը բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի բռնության աճ Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում եւ Բոսնիա ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխատեսված կերպով զրկվում են ջրից զեկույցների մասին է։ Երկուսն էլ քննարկվելու են հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում կայանալիք նիստին։ Քանի որ ակտիվիստները վստահ են, որ այս զեկույցները խավիարային դիվանագիտության արդյունք են, իրենք դեսպանատան համար խավիարներ էին բերել։ Վաճառված падգամավորներ, որոնք վաճառվել են ադրբեջանական մանաթի, ադրբեջանական նավթի եւ խավիարի համար։ Մենք էլ բերել ենք այս խավիարը այսօր սիմվոլիկ հանձնել իրենց։ Դեսպանատնից ակտիվիստների բողոքը լսելու իջավ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի փոխտեսպանը։ Ակտիվիստները նրան փոխանցեցին իրենց դժգոհությունները, վերջինս էլ խոստացավ, եթե բանաձևներն ընդունվեն, ապա բողոքի ակցիայի մասնակիցներին կընդունեն դեսպանատանը եւ կլսեն նրանց դժգոհությունները։ Բողոքի ակցիայի ողջ ընթացքում ակտիվիստները պարզել էին՝ ամոթ Բրիտանիա, մի զբաղվեք Ղարաբաղով, զբաղվեք Իռլանդիայով եւ Շոտլանդիայով, ձեր համար հողակտոր է, մեզ համար հայրենիք եւ այլ գրություններով ցուցապաստառներ։ Ակցիայի մասնակիցները նաև մտահոգություն ունեն, որ ԵԽԽՎ-ի այս բանաձևերը կարող են խաթարել բանակցային գործընթացը։
Մինսկի խմբի ձևաչափը մնում է միջազգային հանրության կողմից ընդունված միակ ձևաչափը, չկա ուրիշ ձևաչափ։ Դա Մինսկի խմբի գործընթացն է եւ իհարկե այսօր մենք գտնվելով այստեղ նաեւ պետք է կարողանանք արժևորել Մինսկի խմբի 2 օր առաջ տարածված հայտարարությունը, որտեղ Մինսկի խումբը ուղղակի ասում էր, որ եվրոպական կառույցները նման հարցերին անդրադառնալիս պետք է հաշվի առնեն Մինսկի խմբի շահերը։ Այսինքն եթե Մինսկի խմբի շահերը հաշվի չի առնում, այս բանաձևները առոչիչ կարող են լինել։ Սրանք միայն կարող են, այսպես ասած, սպեկուլյացիաների եւ նման հակաքաղաքական, հակախորհրդարանական գործընթացների տեղիք տալ։ Այսօր վերաքննիչ դատարանը մերժեց Նոր Հայաստանի անդամ Գևորգ Սաֆարյանի փաստաբանի միջնորդությունը Երևանի կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանի որոշմամբ Սաֆարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումը գրավով փոխարինելու մասին։ Այն հարցին, թե ինչով բացատրվեց մերժումը, ինչը հիմք ընդունեց Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանը մերժելու միջնորդությունը, փաստաբանը պատասխանեց, որ մերժումը չի հիմնավորվել։ Տիգրան Հայրապետյանն ասաց նաեւ, որ պատրաստվում են դարձյալ բողոքարկել որոշումը, որից հետո կդիմեն Եվրոպական դատարան։ Չէ, կարող են գրավ առաջարկել, ամենայն հավանականությամբ մոտակա ժամանակները կդիմենք գրավ կիրառելու համար, եթե գրավն էլ կմերժվի, մեր կարծիքով պետք է միանգամից դիմել Եվրոպական դատարան, էլ չգնալ բոլոր ատյաններով ու սպասել, թե ինչ անհեթեթ որոշումներ կարող են ստանալ այդ տարբեր ատյաններով։ Պարոն Հայրապետյան, խափանման միջոցի դեպքում վճռաբեկ չեն գնում։ Գնում են։ Իհարկե, քանի որ ժամանակ կա, դա կբողոքարկենք վճռաբեկ դատարան, մինչև առաջի ատյանի դատարանը որոշում կայացնի գրավ կիրառելու կամ չկիրառելու հետ կապված։ Որովհետև արդեն ժամանակ անցել է, եթե առաջի օրերին դատարանի որոշումը կարող էր, քանի որ հրատապ էր եւ այլն, հիմա ամեն բան պարզ է, արդեն անձիկ հարցաքննվել են, Գևորգը չի կարող որևիցե ձևով ամենամեծ ցանկության դեպքում էլ խոչընդոտել, դրա համար մեր կարծիքով գոնե գրավը պետք է կիրառվի, ի զարմանս բոլոր են, անգամ եթե իրենց բոլոր փաստարկները ճիշտ են, միևնույնն է, այս պահին կալանավորման հիմք չկա, եթե կալանավորումը պետք է գրավը կիրառվի։ Հայտարարում եմ, որ դատավոր Մելիք Սարգսյանը նույնպես այս քրեական ռեժիմի գործիքն է։ Պարոն Մելիք Սարգսյան, դուք նույնպես մտաք այդ սև ցուցակը, այդ քրեական ռեժիմի քրեական անդամը լինելու։ Դուք հանցագործ եք։ Դուք մարդու նկատմամբ ապօրինի վճիռ եք կայացրել։ Մարդու ազատությունը սահմանափակել եք ապօրինի։ Հիշեցնենք, Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ազատության հրապարակից ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Հրապարակում շարժման անդամների եւ ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո Գևորգ Սաֆարյանը եւ եւս 4 ակտիվիստներ բերման էին ենթարկվել ոստիկանություն։ Բացի Սաֆարյանից մյուսներին ազատ են արձակել։ Ակտիվիստների եւ ոստիկանների միջև տեղի ունեցած բախման պատճառը տոնածառն էր։ Ազատության հրապարակում դեկտեմբերի 1-ից շուրջօրյա հանրահավաքներ անցկացնող ընդդիմադիր շարժումը նոր տարին որոշել էր հրապարակում նշել ձմեռ պապով եւ տոնածառով։ Բայց քանի որ Երևանի քաղաքապետարանը ի գիտություն չէր ընդունել տոնածառի տեղադրման իրենց առաջարկը, ոստիկաններն արգելել են այն տեղադրել։ Կոալիցիա ձևավորելու հարցի շուրջ քաղաքական ուժերի հետ Սերժ Սարգսյանի բանակցություններն ըստ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի մի քանի խոշոր հարցեր են լուծում։ Նրա համոզմամբ նախ նպատակը առաջիկայում լուծել վարչապետի հարցը։ Երկրորդ խնդիրն այն է, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ինչպես պետք է շահել հասարակության վստահությունը սոցիալ-տնտեսական ներկայիս աղետալի ցուցանիշների պայմաններում նոր թիմ առաջ բերելով, եւ երրորդ հարցն ըստ Սաֆարյանի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կայուն մեծամասնության ձևավորումն է։ Դրան ավելացրած նաև ընդդիմադիր էլեկտորատի վերահսկողության խնդիրը լուծելը։ Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ այս փուլում խորհրդարանական ընդդիմադիր ուժերի դիրքերը բավականին թուլացած են։ Այս ֆոնին ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը լուծելը բավականին հեշտ է, ուստի իշխանությունների կողմից մի քանի տարբերակ է քննարկվում։
Ովքեր կհամաձայնվեն իշխանության առաջարկած ընտրական օրենսգրքի փոփոխությունների տարբերակին, ովքեր կցանկանան մտնել կոալիցիա եւ եթե անգամ չմտնեն կոալիցիա, ապա ում ինչ սեգմենտ կվերապահվի էլեկտորատի վերաբաժանման ժամանակ, քանի որ որոշ ուժեր այնուամենայնիվ կարող են չմտնել կոալիցիա, բայց ընդունել ընտրական օրենսգրքի տարբերակը եւ այդ կտրվածքով ուրեմն նաեւ բավարարել իշխող կուսակցության շահերը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված։ Հետևաբար ըստ նրա կարող ենք ուղղակի արձանագրել, որ այս պահին առնվազն գոնե եռյակ կոալիցիայի ձևավորման նշաններ կան՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ։ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նորաստեղծ կուսակցություններից քաղաքացիական պայմանագիրը եւ Լուսավոր Հայաստանը Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ թերևս ավելի շատ մրցակից կլինեն համապատասխանաբար Հայ ազգային կոնգրեսին եւ Ժառանգությանը։ Ինչ վերաբերում է վարչապետի հավանական թեկնածուին, ապա ըստ նրա այս առումով պետք է քննարկել երկու տարբերակ։ Նախ պետք է նկատի ունենալ, որ իշխանության շահերը պահանջում են նոր դեմք, որը կասոցացվի ուժի փոփոխությունների հետ։ Հետևաբար Հովիկ Աբրահամյանն արդեն հին վարչապետ է։ Ուստի պետք է որոշվի նաև թե 2017 թվականից հետո ով է լինելու վարչապետ, 1 տարի անց նախագահ։ Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում մնալը կախված կլինի մի շարք գործոններից եւ ԲՀԿ-ի ունեցած դիրքերից եւ ազդեցությունից, թե ինչ կկարողանա իրականացնել քաղաքական դաշտում։ Բայց Հովիկ Աբրահամյանն ունի նաև շատ ռիսկեր, քանի որ ինքն ըստ էության դառնում է անցումային վարչապետ, քանի որ նոր դեմքը, որը պետք է գլխավորի ցուցակը հանրապետական կուսակցության, ինչպես 2007-ին եւ 2012-ին եղավ, պետք է ասոցացվի ուժի, փոփոխությունների եւ նոր քաղաքականության հետ։ Այդպիսին չէ Հովիկ Աբրահամյանը։ Զինված խմբի գործով մեղադրվող անձանցից 5-ն այսօր ազատվեցին կալանքից։ Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությամբ Ռադիո Մայրամ ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի, Հայկ եւ Հրանտ Վարդանյանների, 22-ամյա Նելի Մինասյանի եւ 30-ամյա Սրբույի Այվազյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Առաջադրված մեղադրանքները սակայն մնում են նույնն է՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելը եւ ապօրինի զենք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Ենթադրյալ հանցախմբի անդամները սակայն շարունակում են չընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։ Հիշեցնենք, որ հունվարի 20-ին դատարանը որոշեց 2 ամսով երկարաձգել անցած տարվա նոյեմբերից անազատության մեջ գտնվող 25-ամյա Այսյա Մկրտչյանի եւ 24-ամյա Մարինե Կաթանյանի կալանքի ժամկետը։ Նախաքննական մարմինը նշել էր, որ նրանց նկատմամբ հիմնավոր կասկածի առկայությունը շարունակում է մնալ։ 2 ամսով երկարացվել էր նաեւ ազգային անվտանգության ծառայության կողմից որպես զինված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանի կալանքի ժամկետը։ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը գալայի հետ զրույցում անդրադառնալով Կարեն Անդրեասյանի հրաժարականին ասաց, որ տպավորություն կա, թե Կարեն Անդրեասյանը հոգեբանական ճնշումների է ենթարկվել հենց իշխանության կողմից, եւ նրա հրաժարականը պայմանավորում է այդ ճնշումներով։ Տիկին Ալավերդյանը հիշեց, թե ինչպես 2004 թվականի հոկտեմբերի վերջից իրեն զրկեցին հեռուստատեսությամբ ռադիոյով հանդես գալուց։ Ազգային անվտանգության ծառայությունից ինձանից գաղտնի մտել էին իմ աշխատանքային գրասենյակ, տարել էին պրոցեսորը, թե ինչ էին էլի արել չգիտեմ, բացի այդ բոլոր պետական կազմակերպություններում կան ԱԱԾ-ի համար ծառայողներ, նրանցից մեկին կազմակերպեցին, որ իբրև թե կաշառք է վերցնում եւ գործ բացեցին։ Չնայած բազմաթիվ քաղաքական ճնշումներին Լարիսա Ալավերդյանն ասում է ինքը հրաժարական չներկայացրեց, այդ իսկ պատճառով կարծիք հայտնեց, որ Կարեն Անդրեասյանն էլ պետք է պայքարեր, քանի որ հրաժարականը պայքարի միջոց չէ։ Վերջապես անօրինական էր այն, որ նախագահը ինքը ազատեց ինձ աշխատանքից, ինչի իրավունքը չուներ։ Ես ավելի շատ բացասական եմ վերաբերում հրաժարականին որպես պայքարի ձև, անհամաձայնության ձև, դա իմ կարծիքն է, դա ամեն մի մարդու անձնական ոլորտն է, դա մարդու իրավական ազատությունների դաշտի մեջ է։ Կարեն Անդրեասյանն ընտրել է այդ մոտեցումը, ես քննադատական չեմ մոտենում, պարզապես ասում եմ իմ մոտեցումը եւ իմ կարծիքը։ Լարիսա Ալավերդյանը եզրափակելով խոսքը նշեց, թե ցավալիորեն Հայաստանում չի ձևավորվում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի հանդեպ պատշաճ վերաբերմունք եւ հարգանք։